պետք է հիշում եք մեր նախագծային աշխատանքի թեման էր գլոբալացման դրսևորումները Ալեքսանդր Մակեդոնացու քաղաքականության մեջ, եւ մենք ցես խոստացանք 11-ի պատմական նպատակային ծրագրի դասարանի սովորողները, որ նախագիծը պետք է ունենա շարունակություն եւ շարունակությունը պետք է լինի բանավեճի տեսքով։ Մենք որոշեցինք, ավելի սովորողները որոշեցին, որ ձեռնոց են նետում 10-ի պատմության նպատակային խմբի դասարանի սովորողներին։ Նշել եմ 3 առանցքային կետեր, որոնք դրական կետեր, որոնք պետք է քաղաքական համաշխարհայնություն։ Նախ եւ առաջ այն հիմնված է համամարտկային արժեքների վրա եւ մի կողմ է դնում ազգային եւ կրոնական պարարտությունները։ Ես ներկայացնում եմ գլոբալացման հետևանքով տնտեսության մեջ առաջացած բուռն զարգացումը։ Ներկայացնեմ երկու կետով՝ շուկաների ընդլայնումը, մեկ էլ մրցակցային աճը։ Շուկաների ընդլայնումը տարբեր երկրներ իրենց ստեղծած ապրանքները եւ ծառայությունները կարողանում են վաճառել ոչ միայն ներքին շուկայում, այլև միջազգային շուկաներում, որի հետևանքով բուռն զարգացում է ապրում տեղի տնտեսությունը։ Օրինակ կբերեմ գերմանական Mercedes ֆիրմայի ավտոմեքենաների վրա։ Կողմերի արկայությունը կարող է փլուզել ամբողջ դրական կողմերը եւ մեր կոմունիկացիայով առաջին ու ամենամեծ բացասական կողմը դա ազգերի միավորումն է եւ այն որ նրանք դառնում են մի օրինակ։